Դոկ կուսակցության լրատվականը գրում է Վարդան Ղուկասյանի հարգարժան հետևորդներ, սիրելի քաղաքացիներ, հարգելի լրագրողներ, ամփոփելու համար բոլոր բամբասանքները վերջին անգամ Դոկ կուսակցությունը հանդես է գալիս հայտարարությամբ, որից հետո այլևս խստորեն արգելում եւ դատապարտում ենք ցանկացած քայլ, որով փորձ կարվի օգտագործել Վարդան Ղուկասյանի անունը, անկախ նրանից ինչպես է դա հրամցվում հասարակությանը եւ ինչ նպատակներով են վերնագրվում այդ շահարկումները։ Հայաստանում եւ աշխարհի տարբեր անկյուններում հազարավոր մարդիկ անհանգստացած են Վարդան Ղուկասյանի դատավարությամբ եւ վերջին անգամ հայտարարում ենք, որ երկու տեղից կարող են հրապարակվել պաշտոնական տեղեկություններ։ Առաջին Վարդան Ղուկասյանի մայրիկը Սուսաննա Ղազարյանը, երկրորդը Դոկ կուսակցության լրատվականը, որը ղեկավարվում է անձամբ Վարդան Ղուկասյանի կողմից։ Մնացած բոլոր աղբյուրներն ունեն իրենց լավ կամ վատ նպատակները, սակայն չեն կարող եւ չեն հրապարակում պաշտոնական տեղեկատվություն եւ Վարդան Ղուկասյանի դիրքորոշումները։ Իսկ որ այս իրավիճակում առավել մտահոգիչ եւ համընդհանուր վտանգավոր այդ տեղեկությունները եւ ավելորդ աղմուկը միայն վնասում են Վարդան Ղուկասյանին։ Արձանագրենք հետեւյալ փաստերը. Դոկ կուսակցությունը որևէ տեղեկություն չի հրապարակում առանց անձամբ Վարդան Ղուկասյանի հրահանգի կամ նրա հետ համաձայնեցնելու։ Այս պահին ընթանում է դատավարություն, որի շահերից ելնելով պետք է ապավինել միայն այն աղբյուրին, որին հասանելի են դառնում Ղուկասյանի դիրքորոշումները։ Միայն Դոկ կուսակցությունն է, որն իր պաշտոնական հրապարակումներն անում է այս էջով։ Թե մեր կուսակցությունը, թե Վարդան Ղուկասյանն այս պահին նյութական որևէ աջակցության կարիք չունեն։ Շնորհակալություն հայտնելով բարոյական աջակցության համար եւս մեկ անգամ օրդորում ենք ամերիկահայերին մարտի 10-ին համախմբվել դատարանում սատարելու Վարդան Ղուկասյանին։ Վարդան Ղուկասյանի փաստաբանական թիմը թե Հայաստանում, թե ԱՄՆ-ում պատրաստված է։ Վարդան Ղուկասյանը եւս գերազանց գիտի, թե ինչպես պետք է ինքնապաշտպանվել։ Այս օրերին փորձեր են արվում Վարդան Ղուկասյանի հիմնած Դոկ կուսակցությանը պառակտելու, որը անելու համար թիրախավորվում է կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը, ով Վարդան Ղուկասյանի գործընկերն է ավելի քան 2 տասնամյակ եւ այստեղ խոսքերն ավելորդ են։ Բաժանիր, որ տիրես, սիրելի հայրենակիցներ, որևէ աջակից կամ սրտացավ մարդ չի կարող թիրախավորել Վարդան Ղուկասյանի կուսակցությունը։ Սա ձեզ պետք է հուշի, որ որևէ միտում չկա։ Վստահեք բացառապես այն մարդկանց, ովքեր ուղիղ կապ ունեն Ղուկասյանի հետ, իսկ այդ անձն այսօր Անի Խուդավերդյանն է եւ Ղուկասյանի մայրը, ովքեր կապի հնարավորություն ունեն նաեւ փաստաբանների հետ։ Վարդան Ղուկասյանը ուժեղ հայրենասեր, փորձված եւ ամենակարևորը ամուր կամքով քաղաքական եւ պետական գործիչ է եւ ժամանակն է նրան հարիր պայքար մղել ընդդեմ անարդարության։ Ամենակարևորը շատ շուտով Վարդան Ղուկասյանն անձամբ ընդամենը մեկ ուղիղ միացմամբ կտա բոլոր հարցերի պատասխանները եւ բոլորին ցույց կտա իրենց տեղը։ Եվս մեկ անգամ դիմելով բոլորիդ տեղեկացնում ենք, որ կուսակցության կողմից մշտադիտարկվում են բոլոր գործողությունները, անուն առանուն գիտենք եւ հետեւում ենք ցանկացած քայլի։ Վարդան Ղուկասյանի միակ հենարանը ազնիվ քաղաքացին է, հանուն որի էլ Ղուկասյանն անցնում է իր ճանապարհը։ Խնդրում եւ հորդորում ենք համախմբվել եւ հետեւել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, չտրվելով ամենատարբեր շահեր սպասարկող անձանց, չմիանալով որևէ էջի կամ խմբի եւ չտրվելով սադրանքներին։ Այս պահից սկսած կենտրոնացնում ենք բոլոր ուժերը ի պաշտպանություն Վարդան Ղուկասյանի, թե Տիկին Սուսաննայի, թե Անի Խուդավերդյանի հայտարարությունների հիմքերի վերաբերյալ կխոսի արդեն Վարդան Ղուկասյանը։ Մինչ այդ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս օրերին մեր կողքին են եւ տարածում են այն տեղեկատվությունը, որը բխում է դատավարության շահերից եւ չի դառնում լրացուցիչ սպառնալիք գործընթացի համար։